Բայց նաև գազի գնի հետ կապված պարոն Սիմոնյան, էլի բաց ասվեց, հիմա եթե բարձրանա գազի գինը, էլի մենք ոչինչ ԵԱՏՄ-ից դուրս կգանք։ Երբ որ գիտեք ինչ, հարցը տեղին է, բայց կրկնում եմ նման խոսակցություններ էլի եղել։ Երբ որ մենք կգանք կհասնենք այն կետին, երբ որ ինչ որ գործողությունների հետ կապված բան կտեսնենք, ես կամ կառավարության ներկայացուցիչը կամ մեր գործընկերները կմեկնաբանի։ Ես ասում եմ, որ խոսակցությունը տեղի ունենում, մենք ասել ենք ու ես կրկնում եմ վերահաստատում եմ, մենք Ռուսաստանի Դաշնության դեմ որևիցե բան չենք անել ու չենք արել ու չենք պատրաստվում անել, բայց միևնույն ժամանակ մենք պաշտպանել ենք ու պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության շահերը։ Եթե գազի գնի փոփոխություն լինի, հարցս դա է եւ այն մեկնաբանությունը, որ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ ՀԱՊԿ-ի մասով հստակ է, բայց ԵԱՏՄ-ի մասով ինչպիսին է լինելու հետո իրավիճակը Հայաստանի տնտեսության հետ կա պատկերացում Հայաստան։ Դե ես կարծում եմ, որ իրական գազի գինը չի փոխվի, որովհետեւ Հայաստանը կարծում եմ գործընկերներին անհրաժեշտ է որ մնա եւ ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ եթե պետք է Հայաստանը չստանա այդ օգուտները, ապա այդ պարագայում ինչու պետք է մնա այդ միության մեջ։ Կսկսվի այլ միության մեջ գործընթաց ավելի արագացված կերպով։ Սա մեկ, իսկ ինչ է եղել Հայաստանի հետ մինչև ԵԱՏՄ-ն։ Ոչ մի բան։ Այսինքն ըստ էության այնպես չի, որ ԵԱՏՄ-ի մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունում ինչ որ աստղաբաշխական աճեր են արձանագրվում, հիշեցնեմ ուզես, որ 13, 14, 15, 16 թվականներին տնտեսական աճ եղել է 1-2%։ Նույնիսկ 16-ին աճ չենք ունեցել։